5 տարվա դադարից հետո ֆուտբոլի Հայաստանի գործող չամպիոն Արարատ Արմենիան կրկին կխաղա UEFA-ի Չեմպիոնների լիգայի խաղարկությունում։ Ակումբային գլխավոր մրցաշարի որակավորման առաջին փուլի տնային խաղում երևանյան ակումբը կընդունի Լատվիայի չեմպիոն Ռիգային։ Նախախաղային մամուլի ասուլիսում Արարատ Արմենիայի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան նշեց, որ մանրամասն ուսումնասիրել է մրցակցին եւ այն համարում է կազմակերպված ու հետաքրքիր թիմ։ Ռիգան շատ հետաքրքիր թիմ է։ Ուսումնասիրել եմ նրանց վերջին 3 խաղը։ Մեծ փոփոխություններ են կատարել իրենց թիմում, շատ նոր տրանսֆերներ ունեն, ինտեգրված են իրենց տեղացի խաղացողներով։ Ուզում եմ նշել, որ Ռիգան եւ Արարատ Արմենիան շատ նման են խաղաոճերով։ Պորտուգալացի մասնագետը նաև ընդգծեց, որ թիմը պատասխանատվությամբ է մոտենում առաջիկա հանդիպմանը, ներկայացնելով ոչ միայն ակումբը, այլև հայկական ֆուտբոլը եվրոպական մրցաշարում։ Մեծ պատասխանատվություն եմ զգում, որովհետև ներկայանում ենք ոչ միայն ակումբ, նաև որպես երկիր այս կարևոր մրցաշարում։ Իմ առջև խնդիր եմ դրել լավագույն խաղն ունենալ։ Այս մեկ փուլով չենք սահմանափակվելու։ Սա ինձ համար շատ կարևոր փուլ է։ Մեզ համար կարևոր է ցույց տալ հայկական ֆուտբոլը։ Մարզչի հետ ասուլիսին ներկայացած կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանն էլ խոսեց մրցակցի ուժեղ կողմերի եւ թիմի պատրաստվածության մասին։ Լավ հավաք ենք անցկացրել Հունգարիայում, ունեցել ենք ընկերական հանդիպումներ Սերբիայի բարձրագույն խմբի թիմերից մեկի հետ։ Ունեցել ենք շատ լավ հանդիպում, փորձել ենք ինչքան հնարավոր է լավ պատրաստվել ու մոտենալ շատ լուրջ այս հանդիպմանը։ Գնդակով են շատ լավ խաղում, բայց ինչպես բոլոր թիմերը ունեն շատ ուժեղ եւ թույլ կողմեր, պիտի փորձենք օգտվել նրանց թույլ կողմերից եւ հաղթել։ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի Արարատ Արմենիա Ռիգա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 7-ին ժամը 20-ին եւ կցուցադրվի առաջին ալիքի ուղիղ եթերում։